Դոնալդ Թրամփը երկու բան փորձեց, երկուսն էլ չաշխատեցին։ Առաջինը նա փորձեց ուրեմն նախագահ Զելենսկիին չեզոքացնել որպես լուրջ երկրի ղեկավար, որպես լուրջ լիդեր եւ դրանով ել ավելի թուլացնել իր բանակցային դիրքերը։ Դա չստացվեց, որովհետև իրականում Զելենսկիի վարկանիշը ել ավելի աճեց իր երկրում եւ ոչ միայն Ուկրաինայում, այլ ամբողջ աշխարհում, որովհետև ընդ որում դա հարվածեց Դոնալդ Թրամփի ղեկավարած վարչակազմին եւ Դոնալդ Թրամփին անձնապես։ Հետագայում նա փորձեց թուլացնել արդեն Ուկրաինային մարտի դաշտում եւ այդ իսկ պատճառով նա դադարեցրեց սպառազինության մատակարարումը, ընդ որում այն սպառազինության, որը ոչ թե նա է կարգադրել, այլ Բայդենի վարչակազմը։ Հետևաբար երբ օրինակ Օվալաձև կաբինետում նա պահանջում էր Զելենսկից շնորհակալություն, ինչի համար շնորհակալություն։ Դա քո սպառազինությունը չէ։ Դա Բայդենի սպառազինությունն է միջև 26 թվականի վերջ։ ԱՄՆ-ի, բայց ասում է շնորհակալություն, ում շնորհակալություն։ Բայդենին ինչքան ասել շնորհակալություն են ասել։ Հետևաբար, բայց բացի դրանից, իսկ ինչի համար շնորհակալություն։ Բա 94 թվականին որ պարտադրում էիք Ուկրաինային, որ իրենց երրորդ միջուկային մեծության արսենալը հանձնեն Ռուսաստանին, բա հիմա ումից ստանանք, Բիլ Քլինտոնից ստանանք, հա։ Չէ, այդպես չի։ Շնորհակալություն ինչ համար, դա ձեր պարտավորությունն է, դուք պարտավորություն եք վերցրել, որ Ուկրաինայի վրա չեն հարձակվի։ Այդ պարտավորությունից դրդված է նաև Միացյալ Թագավորությունը օգնում։ Այդ պարտավորությունից դրդված է նաև Ֆրանսիան օգնում, որովհետև հետագայում Ֆրանսիան նույնպես միացավ այդ համաձայնագրին։ Հետևաբար այնտեղ շնորհակալության խնդիր չկա։ Այնտեղ կա ձեր պարտականությունների կատարում։ Բայց այնուամենայնիվ Դոնալդ Թրամփին էլ ինքը քնիցս ասել է շնորհակալություն եւ ես պլանավորած սցենար եմ դիտարկում, որպեսզի նսեմացնեն եւ թուլացնեն Զելենսկին որպես ղեկավար, որպես լիդեր, որպես բանացող, որը չստացվեց։ Չստացվեց նաեւ եվրոպացի գործընկերների աջակցությամբ, որովհետեւ իրենք մոբիլիզացվեցին, մենք հիշում ենք լոնդոնյան սամիթը, որը շատ կարևոր էր, որտեղ այնտեղ ներկայացված էին նաեւ Կանադան եւ Թուրքիան, որոնք կապ չունեն, հա, այսպես Եվրամիության հետ կամ եվրոպական երկրների հետ, որքան էլ Թուրքիան միգուցե համարեն եվրոպական երկիր, բայց անամենայնիվ իրենց ներկայությունն այնտեղ նաև սիմվոլիկ էր եւ կարևոր ես կարծում եմ, մենք տեսնում ենք, որ Միացյալ Թագավորությունը, որը վերջերս Brexit-ի արդյունքում դուրս մնաց Եվրամիությունից եւ իհարկե իրենք շատ մեծ տնտեսապես այդքան էլ լավ վիճակում չեն, որովհետեւ այդ Brexit-ի պատճառով իրենք մեծ կորուստներ են ունեցել, ունենում եւ ունենալու են, բայց անոմենայնիվ այսօր Լոնդոնն ինքն է խնդրում Բրյուսելի հետ համագործակցություն եւ փորձում է որպես այդ նոր Եվրոպայի որպես ղեկավար առաջնորդ հանդես գա։ Ես սա ողջունում եմ, դա շատ կարեւոր է։ Մենք տեսանք նաև նույն նախագահ Չարլզի ընդունելությունը, ձեռքսեղմումը, որը շատ չտեսնված երևույթ է, որովհետև իրենց պրոտոկոլներով թագավորի կամ թագուհու ձեռքը չեն սեղմում, միջ այն եղել են օրինակ փորձեր, նույն Ջոզեֆ Բայդենի կողմից իրենք միշտ մերժել են, բայց այստեղ մենք տեսանք, որ ինքը մեկնեց ձեռքը, սեղմեց Զելենսկին առանց կոստյումի էր, շատ խոսուն էր եւ արդեն կա տեղեկատվություն, որ Դոնալդ Թրամփը շատ բացասաբար է անդրադարձել այդ ամենին եւ նա մտածում է, թե արդյոք պետք է այսքանից հետո պետական այցով մեկնել Լոնդոն։ Մենք գիտենք, որ նա կարծես թե ինչ որ անձնային խնդիրներ ունի, բայց դա մի կողմ։ Բայց այնուամենայնիվ այո, նաեւ հետախուզական տեղեկատվության փոխանակումը դա լուրջ հարված էր, այս վերջին մի շաբաթվա ընթացքում լուրջ մարտեր են տեղ ունենում, Կուրսկի շրջանում են լուրջ մարտեր, այնտեղ վտանգ կա ուկրաինական զորքը կարող է ուղղակի մեջ ընկնել, եւ այդ բոլոր մահերը Դոնալդ Թրամփի վրա են։ Այդ ուկրաինացիների զոհված ուկրաինացիների արյունը Դոնալդ Թրամփի վրա է։
Իսկ այն դեպքում, երբ նա հայտարարում էր, որ հակամարտություններ թույլ չի տալու, մարդկանց կոտորածներ, ջարդեր թույլ չի տալու, նույնը մենք տեսնում ենք նաև Սիրիայում եւ արևմուտքից բացի դատապարտող հայտարարություններից այլ կոնկրետ գործողություններ չկան։ Այո, եւ նա ցինիկաբար նույնիսկ խոսում է դրա մասին։ Լրագրողները ճեպազրույցների ժամանակ հարց են տալիս, ինքը գիտակցում է դա, նա ինքն է ասում, որ այնտեղ լուրջ մարտեր են, նա տրամաբանական է համարում, որ Ռուսաստանն օգտվում է այս ընձեռնված պատուհանից, մի քիչ անտրամաբանական է ինձ համար խոսել այդպիսի բաների մասին, երբ նախագահը խոսում է, բայց ունենք այն ինչ ունենք։ Տեսնենք, շատ հնարավոր է, որ ի վերջո այսքան փորձերից հետո, երբ կբացահայտվի իրականում, որ ռուսական կողմը ընդհանրապես նպատակ դրված չէ կանգնեցնել պատերազմական գործողությունները, մենք միգուցե տեսնենք ռևերս ամերիկյան եւ ավելի ուժգնացող սանկցիաներ, ինչի մասին խոսում էր արդեն այդ տխրահարճակ դարձած սենատոր Գրեմին կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում անունը, շատ պետք է սպասենք այս շաբաթ կարծում եմ վճռորոշ կլինի։ Պարոն Բլեյան, հիմա Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունների նոր փուլ նախատեսված չէ, իսկ Թրամփը հույս էր հայտնել, որ մեծ բաներ կարող են տեղի ունենալ այս շաբաթ։ Եվ այս համատեքստում մենք այսինքն արձանագրենք, որ Թրամփը պարզապես չի կարողանում ազդել Պուտինի վրա, այսինքն նույն պարտադրող գործիքները չունի Պուտինին ավելի կառուցողական դաշտ բերելու, թե պարզապես նրա սերն է Պուտինի նկատմամբ այսպես ընդգծված եւ նա չի ուզում ուղղակի պարտադրել ռուսական կողմը։ Չեմ բացառում, նա միշտ շատ սիրատոչոր է արտահայտվել թե Պուտինի, թե Սի Ցզինպինի, թե Էրդողանի, թե Կիմ Չեն Ընի անվամբ հանդեպ, հետեւաբար նա ունի այդ համակրանքը, հա, ավտոկրատ երկրների ղեկավարների նկատմամբ, բայց ես կարծում եմ, որ երբ ուկրաինացիների հետ խոսեն եւ հասկանան, որտեղ են կարմիր գծերը ուկրաինական, դրանից հետո միգուցե հենց նույն այս շաբաթ, եթե Զախարոնովան ասում է նախատեսված չէ, դա չի նշանակում, որ չեն կարող նախատեսվել։ Հետեւաբար կարող են օրինակ ուրբաթ հանդիպել եւ արդեն քննարկել։ Դրա համար եմ ասում, որ այս շաբաթը կարծում եմ վճռորոշ է լինելու, միգուցե նաև նա հասկանալով, որ ուկրաինական դիրքերը բանակցային սեղանի շուրջ, ուրեմն կնվազեն այդ սպառազինության եւ տեղեկատվական դաթարից հետո հետախուզական տեղեկատվության դաթարից հետո եւ փորձում է ել ավելի լուրջ պարտադրանքներ ներկայացնել, կորզել Զելենսկից, որպեսզի դրանք հետո վաճառի Պուտինի վրա։ Բայց ես կարծում եմ նաեւ, որ Թրամփի ուղեղում մի այնպիսի հնարք կա, որ նա կկարողանա Ռուսաստանին պոկել Չինաստանից։ Ես չեմ հավատում դրան, երբ հետևում եք ռուսական քաղաքական դիսկուրսներին, իրենց քաղաքագետների դիսկուրսներին, իրենք գիտակցում են, իրենք են խոսում դրանից եւ իրենք նույնպես ասում են, որ անհնար է, որպեսզի ռուս-ամերիկյան հարաբերությունները գերադասվեն ռուս-չինական հարաբերություններին։ Բայց Դոնալդ Թրամփը, գիտեք, ուրույն տեսակ է, բոլորն այնտեղ լսում են իրեն եւ իր վարչակազմը հիմնականում զբաղված է ոչ թե գործով, այլ թե ինչպես սիրաշահեն իրենց նախագահին, Թուրքմենստանն է երբեմն արդեն հիշեցնում, բայց ունենք այն ինչ ունենք, պետք է հաշտվենք այս իրականության հետ եւ հուսանք, որ Դոնալդ Թրամփը ի վերջո կսկսի նաեւ երբեմն լսել իր խորհրդատուներին եւ իսկ խորհրդատուները նաեւ կսկսեն երբեմն արդեն իրականությունները նույնպես բացատրել նախագահին։ Հիմա Սիրիայում կատարվածին, եթե անդրադառնանք վերջին օրերին այդ բախումները, սա կարող ենք համարել Թրամփի քաղաքականության նաև հետևանք։ Եթե այո, մեր ներքաղաքական դաշտում, վերլուծական դաշտում այս իրադարձությունները որակվեցին որպես ցեղասպանություն, ըստ էության, որը չկանխվեց, որի շուրջ եղան ընդամենը դատապարտող, ինչպես արդեն ասացի, հայտարարություններ եւ մարդիկ ասում են տեսեք այս դեպքերը, աչքի առաջ ունեցեք Հայաստանի ղեկավարություն եւ պատրաստվեք պատերազմի, որովհետեւ նույն վարքագիծը կարող է դրսեւորել Բաքվի բռնապետը։ Այո, այո։ Ընդ որում Դոնալդ Թրամփը խոսել է նաեւ մեր մասին իր նախընտրական խոստումներում
մեղադրելով Քամալա Հարիսին, որ նա ոչինչ չարեց, երբ 120,000 քրիստոնյա հայեր տեղահանվում էին, երբ ես վերադառնամ, ես խաղաղություն կբերեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, հայերը կվերադառնան իրենց տեղամաս, ես հիմա չգիտեմ, թե արդյոք մենք պետք է ապավինենք ամերիկյան կողմի միջնորդությանը, որովհետեւ այդ միջնորդության ժամանակ մեզ էլ կարող են պարտադրեն։ Պատկերացրեք մի պահ, երբ Դոնալդ Թրամփը բնականաբար Ալիևը իր համար ավելի նախընտրելի գործիչ կլինի, ես գիտեմ, որ Իսրայելը շատ լուրջ լոբինգով է զբաղված, Ադրբեջանի, հօգուտ Ադրբեջանի եւ մեզ կարող է Միացյալ Նահանգները պարտադրել, ասել դե միջանցք ինչ ա եղել, տվեք, խաղաղությունը ոնց Միջանցքում տան։ Ադրբեջանին կողմում պետք է Ադրբեջանին։ Չէ, մեզ ստիպեն։ Մեզ ստիպեն, որպեսզի մենք տանք Ադրբեջանին։ Այստեղ տարբերություն դնել Ադրբեջան թե Թուրքիա։ Բայց խոսքը գնում է Զանգեզուրյան, այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի մասին, ընդ որում ոչ թե Ադրբեջանին, այլ ռուս-ադրբեջանական տանդեմին։ Եվ հետեւաբար մենք պետք է հասկանանք, թե արդյոք մեզ այս պայդրությամբ ցանկալի է ամերիկյան միջնորդությունը, այստեղ վտանգ կա։ Բայց ռուս-ադրբեջանական տանդեմին միջանցք տալը դա արդյոք բխում է ԱՄՆ-ի շահերից։ Իսկ իր դաշնակիցներից հեռվանալը արդյոք բխում է ԱՄՆ-ի շահերից։ Երբ իր ամենամոտ ընկերն ու բարեկամ երկիրը Կանադայի հետ հանդեպ այդպիսի վարկագիծ է դրսևորում Միացյալ Նահանգների նախագահը, դա արդյոք բխում է ԱՄՆ-ի շահերից։ Ես չեմ կարծում, որ բխում է։ Իսկ ով ասաց, որ այնինչ ասում է Դոնալդ Թրամփը, դա ամերիկյան շահերից է բխում։ Ես թերահավատ եմ այդ ուղղությամբ։ Այսօր արդեն իսկ խոսում են Միացյալ Նահանգներից են խոսում, որ այնինչ կատարվում է, դա անկախատեսելի է։ Հասկանում եք, Ռուսաստանի կողմից խարխլած այդ իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը, որը ձևավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, Դոնալդ Թրամփի թեթև ձեռքով ամբողջովին փլուզվեց։ Եվ այսօր նոր աշխարհակարգի կարիք կա։ Եվ թվում է թե երկու աշխարհակարգ է ձևավորում, մեկը ուժի վրա հիմնված, որը Դոնալդ Թրամփն է առաջ մղում, մյուսը իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը, որի տերն ու տիրակալը եվրոպական երկրներն են, այդ թվում ոչ միայն եվրոպական, հասկանում եք, Կանադա, մյուսները, իսկ դուք պատկերացնում եք Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի կամ Թայվանի ղեկավարները ինչ անհանգստության մեջ են։ Այսինքն եթե դու մի պահ կարող ես արթնանալ եւ ասել, որ այլևս անվտանգային հովանոց չունի Եվրոպան, իսկ ինչպես օրինակ թայվանցիները վստահ լինեն, որ այդ հովանոցն իրենք ունեն։ Կամ երբ դու ստիպում ես մի երկրի ուրեմն հանձնել քո միջուկային արսենալը, ի պատասխան դրան դու անվտանգություն ես խոստանում, իսկ հետո տեր չես կանգնում, իսկ ինչու օրինակ Հարավային Կորեան կամ Ճապոնիան այսօր չպետք է մտածեն միջուկային զենք ունենալու մասին։ Դուք պատկերացնում եք, քանի երկիր կամ դու որ ստիպում ես Իրանին միջուկային զենք չունենալու համար, ինչի դիմաց։ Եթե դու քո խոսքի տերը չես, որպես երկիր, դա լուրջ հարված է, սա խայտարակություն է, ես մեծ ցավով եմ ասում, որ Միացյալ Նահանգներն այսօր այս իրավիճակում են։